Աշխատողին, որի աշխատավարձը գործատուն չի ձևակերպում, ինքը ուղղակի քայքայում է կյանքը այդ աշխատողի։ Ինչի, որովհետև այսօրվա իրականության մեջ այլևս մարդու սպառումը կախված է իր եկամուտի պատմությունից։ Այսինքն չձևակերպելով աշխատավարձ տալով կանխիկ, գործատուն աշխատողին զրկում է հիփոթեքից, զրկում է մեքենա գնելու հնարավորությունից, նորմալ ապրելու հնարավորությունից։ Եվ այս իմաստով մեր քաղաքացիները, ովքեր որ ձևակերպված չեն, բայց աշխատում են, պիտի իմանան, որ իրանք խաբված են եւ այսօրվա չձևակերպված եկամուտը վաղը իրանք կյանքը սարքելու է շատ ավելի անորակ, քան իրանք կարող են ունենալ։ Ներառյալ կենսաթոշակային հիմնադրամներին վճարումներով, որովհետև կൂട്ടակային կենսաթոշակներում, այսինքն այդ հաշվարկված աշխատավարձից է, չէ՞, փոխանցումներ արվում եւ այնտեղ այդ են գումարներն են, որ թոշակի անցնելուց հետո մարդիկ արդեն կենսաթոշակի ձևով պետքա հետ ստանան։ Սրա մասին պետքա շատ խոսենք, որ մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ էլի ստվերի, երբ որ խոսում ենք ստվերի չգրանցված աշխատավարձի մասին, մարդկանց թվում է մենք իրանց հետևից ենք ընկել։ Մենք իրանց հետևից չենք ընկել, մենք իրանց շահերից ենք ելնում եւ մեր գործողությունները իրենց շահերը սպասարկելու համար են ներառյալ։ Եթե մենք ուզում ենք պետական բյուջեի եկամուտները մեծացնենք, էտել է մարդկանց կյանքի իրանց շահերից է ելնում, որովհետեւ պետական բյուջեի միջոցը նշանակում է դպրոց, ճանապարհ, մանկապարտեզ եւ այլն ամեն ինչ։ Եվ հետեւաբար, գիտակ, մենք պետք է շատ խոսենք ու չվախենանք կրկնելուց։